Բայց խնդրում եմ ձեզ եւ կոչ եմ անում եկեղեցի եւ իշխանություն հակամարտություն բառապաշարը վերացնել։ Արճակատում կա այնուամենայնիվ։ Ոչ, որտեվ չկա արճակատում, հիմա կասեմ ինչու։ Կա շատ պարզ իրողություն եւ բարձրացված հարց, որը ակնկալում է պարզ պատասխան։ Հայտնի մեմի տրամաբանությամբ։ Պարզ հարց, պարզ պատասխան։ Եվ այդ պարզ հարցին ինչ որ բարդ ստորադասական նախադասություններով ազգապահպանություն, եկեղեցապահպանություն, էլի հայրենիքի փրկություն, տենց անդրադարձելը հարցը չի դելեգիտիմացնում։ Կա հստակ հարց, կա կանոն։ Այդ կանոնը խախտվել է թե չի խախտվել։ Եվ հիմա ես ուզում եմ մի օրինակ բերել։ Հիշում եք, մենք ունեինք նախագահ Արմեն Սարգսյան, որը հրաժարական տվեց։ Հիշում եք ինչի հրաժարական տվեց նա։ Որտեվ պարզվեց, որ նա ուներ երկրորդ քաղաքացիություն, որը արգելվում էր ՀՀ սահմանադրությամբ, եւ նա թաքցրել էր իր քաղաքացիությունը։ Հիմա քանի որ ինքը չէր կարող լինել այլևս նախագահ, ինքը հրաժարվեց նախագահից։ Հիմա ին վրա էլ կարող են բերել։ Պատգամավորներն իրավունք չունեն երկրորդ քաղաքացիություն ունենալ։ Եթե մի օր պարզվի, որ ես ունեմ այլ երկրի քաղաքացիություն, ես այլ բան քան իմ մանդատը դնելը կամ իմ պաշտոնից հրաժարվելը չեմ կարող անել։ Հիմա վերադառնալով Կտրիչ Ներսիսյանի դեպքին, որը ըստ էության աշխարհիկ անձ է, քանի որ խախտել է այն կանոնը, որ իրենք են սահմանել կամ իր նախնիները այն իմաստով եկեղեցական սպասավորները տարբեր տարիներին։ Հարցը դրանում է, կա խախտում, թե չկա, եւ այդ գիտեք այդ համախմբում, կոչ, ինչ որ դժվարություններ հաղթարել, ոնց են հաղթարել։ Հաղթարելու մի ձև կա, նորից եմ կրկնում, դա ես չեմ անդրադառնում այդ կրոնական եւ հավատքի ասպեկտին։ Հարց եւ պատասխան։ Եթե պատասխանը այո է, ապա պետք է վեհարանը ազատվի այդ անձից, իսկ պատասխանը բոլորը գիտեն, որ այո է եւ ոչ մեկ չի հերքում, որ այո է, ամբողջ խնդիրը դրանում է։